Իսկ ես քո փոխարեն այդպես չէի անի։ Ամբողջ կյանքում հաճախ եմ սալսել։ Սրան մի պատասխան կա, դու երբեք չէիր կարող իմ փոխարեն լինել։ Մեր, ինչի եմ ասում մեր, որովհետև ես ինձ մենակով արդեն վաղուց էլ չեմ դիտարկում։ Ուրեմն մեր, իմը մարկի 2025-ը միանշանակ հաջողակ էր։ Չնայած որ ամեն հաջողությունից առաջ մեզ ասում էին, որ մեր փոխարեն երբեք այդպես չէին անի։ Երբեք այդ ռիսկերին չէին գնա, երբեք մարդկանց հետ այդպես չէին վարվի եւ այլն։ Երբ սկսենք ուղղակի մեր ապրած լավ օրերի մասին պատմելուց, հետո անցնենք աշխատանքին։ Ընտանիք, ընկերներ, հանգիստ, խորոված, լողավազան, պարեր, խաղեր, այս են պահերն են ինչի համար որ ապրում, ստեղծագործում ու աշխատում ենք։ Իսկ ոնց ենք աշխատել, ինձ դուր չեմ տա պատմել հաջողության ճանապարհին մեր ունեցած բարդությունների մասին։ Եկեք միանգամից արդյունքների մասին պատմենք։ Երկու կայացած մեգա նախագիծ, որոնք ամբողջովին զրոյց, անգամ կասեի մինուսից ստեղծվել ու կայացվել են մեր կողմից։ Խոսքսին նոր հիթերի ու հայ ելելեկին երեկոների մասին։ 3 բարային հոլովակ եւ 3 մեծ բեմի ու շատ սիրելի պարույների հետ, ովքեր վաղուց ինձ համար միանաշակերտներ չեն, մարդիկ են, ում վրա կարող եմ հենվել ու չանհանգստանալ ոչ մի բանի մասին։ Մարկի կողմից մեկ հեղինակային երգի ու տեսահոլովակի թողարկում, որ այնքան է սիրվել, որ միայն համերգային պրեմիերայի ժամանակ 2000 հանդիսատես արդեն իր հետ հավասար երգում են։ Երգչախումբ, որը ձևավորվեց մեր նախագծերի շրջանակներում, բայց դարձավ մեզ համար կարևոր մասնիկ production-ի գործունեության մեջ։ Ունեցել ենք նոր ծանոթություններ, ահռելի շատ մարդկանց հետ, տարբեր ոլորտներում, տարբեր դիրքի ու պաշտոնի մարդկանց հետ, բայց ամենասիրուն ծանոթություններն ինձ համար ամենապարզ մարդկանց հետի ծանոթություններն են, ու այդպեսին էր մեզ համար Ֆանզոն կամավորական կազմակերպության ղեկավար կազմի հետ ծանոթությունը։ Իրենք մեզ այնց հետո եկող սերնդի այն տեսակ ներկայացուցիչներն են, որոնք ունեն լիքը նպատակներ ու ամենակարևորը պատրաստ են աշխատել անդադար իրենց ուղղվածներին հասնելու համար։ Ու մենք, որպես մարդիկ, ովքեր արդեն ինչ-որ ճանապարհ են անցած, մեր փոքր պարտքն ենք համարում այս տեսակ սերնդին օգնելը, մեր կողքին պահելը, իրենց համար թեկուզ փոքր բայց հնարան լինելը։ Չգիտեմ, շատ երկար ստացվեց, ապրեք եթե մինչև վերջ նայեցիք, մենք գնում ենք դեպի 2026 նոր ու ավելի մեծ պլաններով։